Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության դեսպանատոն Արգենտինայի Հանրապետության մեջին Western Armenia շաբաթ հաթերթին 94-րդ համանատույց եկալ։ Անի հայկականության պահպանման պահանջը, Աֆղանստանը հայերը մոռացված ժառանգություն, հայկական այբուբենի զարգացման աղյուսակը, խաղաղություն անհնար է սարքել պատմության աղավաղման ու հարևանի նկատմամբ ծավալապաշտպանական մոտեցման երան Արտուր Դանիելյան, Դադի Վանգ, Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն հարգանքի տուրքը մատուցալ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բուենոս Այրես 2025 թիվ նոյեմբերի 1 Սփյուռքը։ Հայկական Սփյուռքը բնական միջավայր է, որովհետև շատերը ծնվել են այնտեղ անկախ սերնդից։ Որոշներին հետի անձնական ինքնության անբաժանելի մասն է, դրա մասին խոսել նշանակում է խոսել մեր մասին։ Արմատավորված է մեր ներաշխարհումը, մզանա լյուբոյը օն է բնական հսկում իրան կյանքը կառուցելի արիստոտելյան ձևով, այսինքն երջանկություն մանկյալավ։ Այդ դա մունք ներառում ենք մեր առօրյայում կապված մնալա մեր օրեցօր վկայագործունեության են կողմերին հետ վեր նշան ցնտամ հայկական Սփյուռքի կենսունակությունը։ Սփյուռք վերը մեծ շրջապատում է, ուղեկցում երբեմն քննադատվում է, բայց վերը շատերին հետի անժխտելիորեն հպարտության աղբյուր է հայիների գիտակցությունով։ Ակնհայտ է վեր այն շկոլները շտեղ մունք սվերան կամեր խոխեկն քինամ մյուս շկոլները Վիրջինիան չմուն գրեթե որպես ընտանիք են ռեստորաններ շտեղ վայելում ենք մեր ավանդական ուտեստներն, ակումբներն շտեղ զվարճանում ենք հաստատություններն շտեղ նշում ենք հայրենասիրական տոները, երգչախմբերը շտեղ երգ ենք ասում, խմբերը շտեղ պարընկ կամ հանձնաժողովներն շտեղ գործ ենք անում եկեղեցիներն վեր աղոթում ենք, սաղ նյութական վայրերը շտեղ արտահայտվում է Սփյուռք հասկացությունը որպես միավորող գաղափար, հայ ինքնության մեջին ամրապնդում է մեր ինքնությունը ու մեզ զգացնել ատան վերմունք հայ ժողովրդյան բաժանելի ու գործում մասն ընկտարավ ազգային հպարտության զգացում։ Այնուամենայնիվ այս բնական ու տրամաբանական զգացողությունը չպետք է մեզ մոլորեցնի վերլուծում ենք հայ իրականությունը Սփյուռքի բնույթն է յուրանշանակությունը քաղաքական ու իրավական միջազգային համատեքստում, ինչպես նաև թահունց պիտի այն դրվի հայկական ազգային շահերին ծառայելի նպատակով։ Նյութ ամբողջությամբ կարդացիք Western Armenia TV-ի սայթում։ Western Armenia շաբաթ հաթերթին Թայզա 94-րդ համանատույց եկալ ընթերցողներին հետի արդեն հասանելի է։ Համարի շապիկին նկարված է Անանյա շիրակացու նկարը, վերը խորհրդանշում է հայ մշակույթի գիտության պատմական արժեքներն։ Համարում տղնճարան մի քանի ուշագրավ նյութեր, այդ թվում Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահ պարոն Ամենակ Աբրահամյանի հանդիպումը Արցախայության հետ։ Շաբաթ հաթերթը անդրադառնում է նաև պատմական կարևոր իրադարձություններին, հիշեցնելով 107 տարի առաջ կատարված սխալներ վեր Հայաստանը վերածվել է գեր շարժումների շահերի բախման մարտադաշտի։ Մասնավորապես համարը ներկայացնում է Սոսի Գևոնյանի մինչև հոգիներու ծնունդը նկարագրող գիրքն Արշալույս Մարտիկյանի հուշոտված Հայաստան վեբը շաբաթ հաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներ Western Armenia TV-ի սայթում։ Համշելը հայ մտավորական Հուրիե Շահինիկիրում է T2 թուրքական ալիքավես պայնանի քաղաքի մասին հաղորդումա ցուցադրվում, բայց ներկայացում ավեշ թե որպես հայկական, այլ թուրք իսլամական։ Նախկին մեր քրիստոնեական քաղաք Խոսկոնին վեճսելի էլ հերիքա պատմական ճշմարտությունն խեղաթյուրում եք։ Անկախգիտնական Ջոնաթան Լիի հետազոտությունը նշան ցնտանվեր Աֆղանստանը տարածքում 17-ից 18-րդ դարերում գոյություն ունեցել հայ համայնքը։ Դրանք հիմնականում հայկական առաքելական ու կաթոլիկ հավատքա բաբուրների ու սաֆևյանների թագավորությունների շրջանում բնակվող հայերն են ելել վեր մասնակցել բանակային ու առևտրային գործունեությանը։ Կաբիլում այս համայնքը շուրջ 300 տարի ապրալ ունեցել կուճիր եկեղեցի ու մասնակցել տեղական առօրյա կյանքին, բայց 19-րդ դարում անգլիական ու ներքին քաղաքական հակասություններին դերդան համայնքը աստիճանաբար չեղարկվել ու արտաքսվել Հնդկաստան ու Փեշավար։ Այս պատմությունը հիշեցնում է վեր հայկական ներկայությունը Աֆղանստանում կարևոր մշակութային ու պատմական ժառանգություն է, վերսօր գրեթե լրիվությամբ անհետացել է։ Մելքոն Արմեն Խանձչյան 1976 թիվ Ամերիկա։ Հայկական այբուբենի զարգացումը խորագրավ աղյուսակը պատկերում է հայ գրագրության զարգացումը շատ երկար ժամանակահատվածում սկսած քարափորագրություններից մինչև ժամանակակից հայկական այբենի ձևավորումը։ Աղյուսակի Պերվի սյունակում քարափորագրություն նշված են հետևյալ դարաշրջան են՝ պալեոլիթ, մեզոլիթ, նեոլիթ, բանացի բրոնզեցի երեք դար քրիստոնենին միջևորեն գիտական համամիտության ու նմանատիպ աղյուսակների համատեքստում այդ ժամանակացույցը չափազանց էրկան է։ Պալեոլիթյան դարը վերսկսվել են հնագույն քարափորագրությունները սկսվել է միլիոնավոր տարիներ առաջ, բայց հայկական բարձրավանդակի հայտնի հնագույն քարափորագրությունները թվագրվում մոտ 12000-ից 15000 թվականները մինչև Քրիստոսը։ Աղյուսակը հստում է ժամանակակից հայ գրի ձևավորմանը մեսրոպական սյունակա, վերը վերաբերում է Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված այբենին։ Ընդհանուր ընդունված տվյալների համաձայն Մեսրոպ Մաշտոցին հայերեն այբուբենի ստեղծման ամսաթիվը 405-ն է։ Այս աղյուսակը համ լեզվաբանական, համ էլ մշակութահասարակական գործավերը ընդգծում է հայ գրի զարգացման շարունակականությունը խորը հնությունից մինչև ներկայիս ձևը։
Մեր ձևավ շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Դանիելյանը նշմավ էր Բաքվի նախագահի խոսքում Սևան Էլիջը հնչեցվալա ադրբեջանական անունավ 80-ամյակին նվիրված միջոցառման վախտը։ Դանիելյանի նսելավը սա համ պատմական ու համ էլ գիտական առումով անհիմն է, այլև հակասում խաղաղության մասին հայտարարություններին ուղեկցելա պատմական փաստերի խաղաթյուրումները ու մշակութային ժառանգության յուրացման փորձերով։ Խաղաղությունը հնարավոր է մենակ փոխադարձ հարգանքի, ճշմարտության ճանաչման ու բարոյական պատասխանատվության երան հիմնվելով։ Պիտի գնահատենք երկարաժամկետ խաղաղության նախադրյալներն ու այն վեճ Արցախը տանք վերլավ ապրինք տեսությունը արտաքին քաղաքականության ուղենիշ սրքելի սխալը։ Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիրը Արցախի հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք շենմը Դադիվան լեռան լանջին թարթար կետին ծյախափին։ Պատմականորեն իլերա մըծ կվենք գավառին հոգևոր առաջնորդարանը կոչվալա նաև խութավանք, որովհետև սարքվալա խութին երան։ Ավանդության համաձայն եկեղեցին ստեղծվալա առաջին դարումը Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևոր Դադեի կողմից վեր քրիստոնեություն էր քարոզելիս։ Պատմական արձանագրություններում եկեղեցին Պերվիդոնու հիշատակվալա Մղթար Գոշի կողմից որոշ ժամանակ ապրալու գործարալ Դադիվանքում։ Վանական համալիրի պերվի շինությունն կառուցվան 9-րդ դարում, բայց 12-րդ դարում համալիրը հրկիզվալա Սելջուկ զավթիչների կողմից ու վերականգնվալա ավելի քան 2 տասնամյակ անց։ Համալիրը ներառում է 2 եկեղեցի, 2 մատուռ, միաբանական խցեր, գրատուն, սեղանատուն ու հյուրատուն ու այլ շինություն է։ Վանքի գլխավոր եկեղեցին կաթողիկեն ավերը սարքվալա 1214-ին, կաթողիկեի հարակից տարածքում 13-րդ դարի միանավ եկեղեցին ու գավիթը, վանքի զանգակատունը եւս կառուցվալա 13-րդ դարում։ Շրջապատված Պեցյուր լեռներով, խիտ անտառներով ու կիրճերով այս հիանալի վայրը տարածաշրջանի ամենասիրված տուրիստական վայրերամինն է։ 1992 թվին Դադիվանքի ազատագրումը Լեոնիդ Ազգալձյանի, Վլադիմիր Բալայանի, Արմենակ Աբրահամյանի համատեղ ռազմավարական նպատակն էր։ Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչն հարգանքի տուրքը մատուցալ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի։ Հյուրերին դիմավորալա հայերի ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ուղեկցալա բիդե հայերի ցեղասպանության հուշահամալիր ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ ՀՑԹ-ի տնօրենը անդրադարձ կատարել նաև Ցիցեռնակա Բերթա տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհքեցած հայերի հիշատակին տեղադրված 3 խաչքարեր ու Արցախյան գոյամարտի տարիներին հուշապատի դիմացի հատվածում հողարկավորված 5 ազատամարտիկների պատմություններին շեշտելով կապը տեղի ունեցածի ու հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջև։ Արգենտինայից եկած պատվիրակության անդամներն ծաղիկներին տիրել անմար կրակին կողքին ու մի րոպե լռությամբ հարգալն հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Պատվիրակության անդամներն շոռ ընտվան նաև հայերի ցեղասպանության թանգարան մշտեղ ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, վերեն իր դիետը պատվիրակության անդամներն գրառումներին ըրալ պատվավոր հյուրերին հուշամատյանում։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան պատրաստալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։